Մինասյան 3 ցեղասպանության 110-րդ տարելիցներ եւ այս իշխանությունները չգիտես ինչու միշտ մերժելու քաղաքականություն են վարում եւ խոսք կա նաեւ նրա մասին, որ շուտով նրանց վարած քաղաքականության հետևանքով հնարավոր է անգամ չթողնեն գնանք Ծիծեռնակաբերդ, այդպիսի վարկածներ են նաեւ հնչում, ուր է տանելու այս իշխանությունների այս շղթողական քաղաքականությունը։ Գիտեք, եթե ժողովուրդը հանդուրժի, ապա այս իշխանությունները մեզ կտանեն դեպի իսպառ կործանման։ Իրենք փորձում են իրականացնել ինչ որ հայտնի գրքում գրած է, փորձում են ժողովրդից մանկուրտ սարքել։ Սակայն համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվելու, որովհետև այն զարգացումները, որ այսօր գնում են Հայաստանում, խոսում են այն մասին, որ համբերության բաժակը լցված է եւ տարբեր ոլորտներում դա դրսևորվում է։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը առաջիկայում իր մեջ ուժ կգտնի եւ դուրս կվռնդի այս թուրք-ադրբեջանական գործակալներին։ Բավական է հիշել, թե 10 տարվա ընթացքում ինչ անկում ապրեց։ 10 տարի առաջ ովքեր էին եկել նշելու մեր հետ այդ ցեղասպանության 100-ամյակը եւ հիմա ինչ վիճակ է։ Նույնիսկ իշխանությունը որևէ սքո միջոցառում չկազմակերպեց։ Դրսից այլ արտերկրից ավելի շատ ցավակցական ուղերձներ մենք լսեցինք պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից, քան Հայաստանում։ Մի նպատակ իրենք ունեն՝ ջնջել մեր հիշողությունը, որպեսզի դրանով կարողանան իրականացնել իրենց նենգ մտադրությունը։ Սակայն դա անհնար է։ Հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ ավելի նենգ ու վտանգավոր թշնամիներ է ունեցել։ Բոլորին էլ հաղթահարել է, սրանց էլ կհաղթահարեն։ Տեսեք, ջահերով երթի ժամանակ միշտ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը վառվում է եւ Նիկոլ Փաշինյանը այդ ամենը անպատասխանատու եւ անընդունելի քայլ է համարել։ Օրինակ դուք ինչպես եք վերաբերում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, որովհետեւ երբ որ Արցախի դրոշն էին ադրբեջանցիները ոտնատակ տալիս, վառում եւ արցախահայերին ցեղասպանում, կարծես թե նա այդքան չէր վրդովվել։ Գիտեք, անպատասխանությունից է խոսում մեկը, որը անպատասխանատու ձևով ոտնահարեց մեր բոլոր սրբությունները։ Անպատասխանատու ձևով, ասում եմ, ես մի լճի համար պատերազմ չեմ սկսելու, որ ես չեմ պատերազմ սկսելու մի սարի համար, որը տարվա կեսից ավելին ձյան մեջ է։ Այդ մարդը իրավունք ունի պատասխանության մասին խոսել, իհարկե ոչ։ Եվ ընդհանրապես ամեն մարդու ամեն խոսքին չի կարելի ուշադրություն դարձնել։ Եթե այդպես լինի, մենք իսկապես դե ոչ բարով երկրի ղեկավարը, ես ասացի, որ մեր պետությունը, մեր ազգը, մեր ժողովուրդը ուրիշ շատ ավելի նենք ղեկավարների է ունեցել, բայց դրանց բոլորին ուղարկել է պատմության աղբանոցը։ Շուտով ինքն էլ կգնա իր արժանի տեղը կգտնի այդ պատմության աղբանոցում։ Շնորհակալ եմ։